դրա կանդրադառնանք ինձ ասացիք որ չի համապատասխան, բայց նախ կասեք դուք հայրենիքին ինչ ծառայություն եք մատուցել որ շքանշան եք արժանացել։ Արցախն եք ազատագրել, հողեր եք ազատագրել, բանակ եք ծառայել, արյուն եք թափել բարեբախտաբար չեք գնացել։ Այս հարցին մի անգամ արդեն այլ գործընկերների հարցմանի պատասխան անդրադարձել եմ, նշելով, որ ինքս չեմ սիրում խոսել այն աշխատանքի մասին, որ ես եմ իրականացնել, ենթադրում եմ մի օր դրա մասին ավելի հայտնի կդառնա, իսկ ինչ վերաբերվում է ընդհանուր հայրենիքի ծառայության կոնցեպտին, կարծում եմ, որ դիվանագիտական ծառայության միջոցով նույնպես կարելի է հայրենիքին ծառայություն մատուցել, իսկ ժամկետները, եթե ուշադիր լինեք, թե երբ է տեղի ունեցել այդ պարգևը, որի համար կրկին շնորհակալություն եմ հայտնում Հայաստանի Հանրապետության ղեկավարությանը, տրամաբանորեն կարելի է հասկանալ ինչի համար է։ Ամեն ինչ տալիս են մարդկանց մեդալ, որոնց մատուցած ծառայությունները ամենայն դեպս դուք կարող եք գնահատել, որ դրանք ծառայություններ հայրենիքի մասին, բայց հանրությունը չի տեսնում։ Ես չի որ պիտի այդ գնահատականը տամ, եթե այլ հարցեր ունեք համից։ Դիվանագիտական ինչ հաջողություններ եք դուք գրանցել, որի համար արժանացել եք պարգևի։ Օրինակ Լենին Վաղուց պարագայում ասում են խաղաղության պայմանագրի կապված շատ մեծ ջանքեր եք գործադրել, դուք օրինակ Ենթադրում եմ, որ մի օր երբ որ ես չեմ որ պիտի խոսեմ այն աշխատանքի մասին, որ արել են եւ ես չեմ սիրում։ Օրինակ պատերազմի մասնակիցները մեկ շաբաթ առաջ պարոն Կոստանյանն այստեղ էին եւ իրենք համեմատական տարան ասացին, եթե Կոստանյանն էլ ստանում են շքանշանը ու մեկ չեք կարող է շքանշան։ Առաջարկում եմ Հիմա դուք օրինակ ցավ չեք ապրում, որ մարդիկ ովքեր պատերազմին մասնակցել են, ովքեր անցել են շատ դաժան ու դժվար ճանապարհով, բերել են իրենց քրտինքով վաստակած մեդալները հետ են տվել եւ նաեւ համեմատական են տան, որ եթե դուք եք ստացել, իրենք ուրեմն չեն ունենալ մեդալ։ Ցավ եմ ապրում, որ նման ակցիա են իրականացրել, ամեն դեպքում զուգահեռները տեղին չեմ համարում եւ առաջարկում եմ համապատասխան հարցում ուղարկել կառավարությանը եւ գիտեք պրոցեդուրան մի վարքյան ավարտեմ կա հստակ պրոցեդուրա, որի միջոցով տրվում են այդ մրցանակները։ Ես չեմ, որ որևէ կերպ նախաձեռնել եմ ինձ որևէ պարգևի արժանացնելու գործընթացը, բայց առաջարկում եմ, եթե բովանդակային արտաքին գործերի նախարարության աշխատանքների հետ կապված հարցեր կան, դրանց պատասխանեմ, եթե ոչ Ես շնորհակալ եմ նման բարձրագույն պարգևի արժանացնելու համար։ Ես պատասխանեցի ձեզ։ Ձեր գիտական հետևին որտեղ կարող է հանրությունը ծանոթանալ։ Դուք այդ պատրվակով եք, հա, ծառայությունից կիսամերից։ Պատրվակով բառի հետ չեմ համաձայնվի, ժամանակին այո ես աշխատանքներ տարել եմ այդ ուղղությամբ, ցավոք սրտի այս պահին աշխատանքի ծանրաբեռնվածության բերումով չեմ զբաղվել։ Ցավոք սրտի նշանակվեցիք պաշտոնի, բայց կարող եք չնշանակվել ազնիվ գտնվել եւ ինչի համար որ միտինգ եք գիտական տեքստ։ Ինչի համար որ միտինգ եք անում, պարոն Կոստանյան, դրա համար էլ հենց ծառայեցնեք այդ միտինգը, Կարապետյան կառավարությունը լավություն արեց ձեր եւ այլ ձեր երիտասարդ։ Այդ գործընթացները չեն եղել ինձ համար կամ ուրիշի համար, դա ընդհանուր առմամբ եղել են կրթության ոլորտում բարեփոխումներին նվիրված։